Փաշինյան Կարեկին երկրորդ կաթողիկոսի մեջ նաև քաղաքական շեշտադրումներ կան, հիմա իշխանությունները հաջող սածեն, որ Կարեկին կաթողիկոսը գծարայե Ռուսաստանին, այդ բայկարը ծեր սրտով է։ Այո, մեր եկեղեցին տոգորված է KGB-ի ագենտներով, ինչպես եւ ռուսական, վրացական, ուկրաինական, բոլոր եկեղեցիները, որովհետեւ եկեղեցիները վերստեղծվեցին Ստալինի կողմից 40-ական թվականներին։ Մենք դա գիտենք։ Եվ Վազգեն առաջինը երջանկահիշատակ, որի պատկերը ամենտեղ կախված է առ այսօր, նա նույնպես եկավ KGB-ի համաձայնությամբ։ Եկեղեցին պետք է միավորի ժողովրդին, այլ ոչ թե բաժանի։ Արամ կաթողիկոսի հետ, Գարեգինի հետ, այլ պատրիարքների հետ պետք է խոսել միավորելու մասին։ Հարավային Կովկասի մեջ նոր թափ մը գա, որ դակավին վերջնական չէ, բայց Հայաստան եւ Ադրբեջան փորձեն խաղաղության նոր ճանապարհ մփանալ։ Ինչպես կդիտարկեք ընդհանուր տեսարանը։ Միացյալ Նահանգները դուրս են գալիս աշխարհի բեմից, գուցե ժամանակավոր, բայց այդպիսի Ամերիկա, ինչպեսին դարձավ Թրամփի օրոք, ամերիկանել չէր։ Ամերիկան ինքն իրեն չի ճանաչում եւ այնտեղ լուրջ ներքին խնդիրներ են, եւ մենք չենք տեղավորվում այդ խնդիրների մեջ։ Ռուսաստանը չունի այն քաղաքական ապագան, որի հետ կարելի է ինչ-որ հույսեր կապել։ Ռուսաստանն այլևս խաղացող չէ եւ աշխարհը հիմա կիսվում է մի կողմից Ամերիկայի, մյուս կողմից Չինաստանի միջև։ Հայաստանը հայտնվում է մեկուսացման մեջ, որից միակ ելքը Եվրամիությունն է։ Կտեսնենք մեծ դինամիզմ այնտեղ, մենք կտեսնենք Սամվել Ղարաբեդյանի ուժը, նոր ձակող, ինչպես պիտի թիրքավորվի։ Եվսիկ մաուգենաց ծեր վերջին մարտը պիտի լա 2026։ Պուտինը փորձարկեց նրան, նա Հայաստանը օգտագործեց կեղտոտ արյունոտ փող լվալու միջոց եւ Հայաստանը 3 տարի պատերազմի տարիներին խայտառակ ձևով մասնակցում էր ռուսական ռազմական այդ պատրաստությունների ֆինանսական ապահովագրումը այդ կեղտոտ գործին։ Բարև ձեզ, անգեղ զրույցը այսօր Տիգրան Խզմալյանի հետ է։ Տիգրան Խզմալյանը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահն է եւ հայտնի արվեստի գործիչ, նաեւ քաղաքական գործիչ։ Բարի եկած եք, շատ ուրախ եմ այս առիթին համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Խզմալյան, այս օրերուն ինչ մտասևերումներու մեջ է քաղաքական իրավիճակը թադելով, դեղաշարժերը, մեր շուրջ տեղի ունեցողները եւ նաեւ այն բայկարը, որ կա մեր շուրջ, որովհետև կարծեք Հարավային Կովկասի մեջ նոր թափ մը գա, որ դակավին վերջնական չէ, բայց եւ երկու հիմնական խաղացողներ Հայաստան եւ Ադրբեջան փորձեն խաղաղության նոր ճանապարհ մփանալ, անշուշտ հաջող մենք կասկածով գտիդարգենք Ադրբեջանի կողմէ հնչած խոսույթը, բայց մեր ժողովրդի մեջ ալ ինչ որ արումով փափակ մը գա խաղաղության։ Ինչպես կդիտարկեք ընդհանուր տեսարանը։ Դուք ահռելի մեծ հարց եք տալիս վիթխարի։ Այո։ Եվ պետք է Լև Տոլստոյ լինել, որ այդ խաղաղության եւ պատմության գդրադել, բայց վստահ եմ ձեր խոսքը շատ հնչեղ է լինելու, որովհետեւ նախ ամենակարևորը դուք փորձառուտեն եք ուկակ։ Տեսած եք Արցախի առաջին պատերազմը, ապրած եք, մասնագից եք Արցախի երկրորդ եւ մեծ աղետալի պատերազմին, այդ բոլորը մարդու մեջ ինչ որ խմորումներ եւ եզրակացություններու դեղիկ կդառնան։ Փորձեմ խոսել ամենակարևորի մասին, այն ինչ ես եմ համարում ամենակարևորը։ Ես երբեք հորետես չէի եւ ամենախավար օրերին եւ պատերազմից հետո իհարկե պատերազմը ինձ համար խավար չէր։ Մենք չենք պատկերացնում, որ պարտվելու ենք եւ մենք գոնե մեր ճոկատը ոչ մի թիս հետ չդարձավ, պես որ մեզ համար իհարկե պարտությունը շոկ էր։ Մեր սերնդի համար մենք կարծես պարտված բանակի զինվորներ ենք հիմա, դա շատ ծանր է ապրել այսպես։ Բայց խնդիրն ավելի լայն է։ Ես մեծ տագնապով եմ դիտում իրադարձությունները եւ մասնակցում դրանց եւ կարծում եմ, որ մեր սերնդի համար, այս սերնդի, որին ես եմ պատկանում, 60-ական թվականներին ծնված սերնդի, որը շատ մեծ եւ եզակի փորձ ունի սովետական միության սերունդը, որը տեսել է եւ մասնակցել է փլուզմանը, որը հայ է դարձել, ինչպես ես օրինակ, միայն
Արցախյան շարժման շնորհիվ մենք գոնե իմ պես մարդիկ թոթափեցին այդ սովետականը իրենցից 88 թվականի փետրվարյան այդ վերջի շաբաթվա օրերին, երբ մենք ապրում էինք կատարյալ աննկարագրելի եւ անզուգական, աննախադեպ երջանկություն այդ մեկ շաբաթը 21-ից մինչև 26-ի երեկոմ, մինչև Սումգայիթը, երբ որ ամեն ինչ փլուզվեց եւ մենք հասկացանք, որ այս երազը ազգային վերածնունդը, որը իսկապես սկսվեց այդ օրերին, ազգային ազատագրական պայքարը, որ դա չի կարողանա հաղթել խաղաղ եւ մարդասիրական սիրո եղբայրության այն ոգով, որոնք մենք ապրում ենք, շնչում ենք այդ օրերին, որ աշխարհը դաժան է եւ մենք միայն պայքարով պետք է հաղթենք։ Արդեն փետրվարի վերջին օրը, երբ մենք հասկացանք, որ ինչ որ հեռավոր քաղաքում Սումգայիթ, որի մասին բաներ չգիտեինք, մարդկանց մորթում են միայն այն պատճառով, որ նրանք հայ են, այն պահին մենք հայ դարձանք։ Ես իրավունք չունեմ խոսելու բոլորի մասին, ես ասում եմ գոնե իմ մասին։ Ոստի այն ինչ եղավ դրանից հետո, դա մեր սերնդի համար ծանր, բայց փառահեղ կյանք էր, որում մենք հաղթանանք տարանք պատերազմում եւ պարտվեցինք խաղաղության օրոք։ Ես պատերազմից հետո որոշեցի չզբաղվել քաղաքականությամբ, խոսքը առաջին պատերազմի մասին է, եւ դուրս եկա նաեւ համալսարանից, որտեղ աշխատում էի որպես դասախոս եւ սկսեցի բոլորովին այլ մի կյանք, կինո, որովհետև ինձ անհրաժեշտ էր փոխել լեզուն, ոչ միայն խոսակցական լեզուն, այլ աշխարհընկալում, աշխարհայացքը եւ կինոն ինձ համար հնարավորություն էր փոխվել աշխարհի հետ, Հայաստանի հետ միասին։ Եվ բավական շուտ ես հասկացա, որ մենք կրկնում ենք ինչ-որ մի սարսափելի սխալ, որ արդեն անցել ենք եւ ինձ համար կարևոր մի փուլ էր, ես 2008 թվականին նկարահանեցի ֆիլմ, որը կոչվում է Սարդարապատ դեժավյու։ Եվ այնտեղ ցավոք սրտի ճիշտ կանխատեսեցի, որ ինչպես եւ 100 տարի առաջ մենք փայլուն հաղթանակ տարանք մարտի դաշտում, մենք ստեղծեցինք պետություն եւ պարտվեցինք դիվանագիտության, քաղաքականության, խաղաղության օրոք, որովհետեւ մենք չհասկացանք ինչ բան է խաղաղությունը, որ խաղաղությունը ավելի բարդ է, քան պատերազմը։ Եվ այսպես մոտավորապես 2010 թվականից, 11 թվականից ես ավելի ու ավելի սկսեցի զբաղվել քաղաքականությամբ, հիմա եկել եմ այն եզրակացության, որ մեզ համար, մեր սերնդի համար սա լինելու է վերջին մարտը։ Եվ այն պատճառով, որ մենք դուրս ենք գալու բեմից, քաղաքական բեմից եւ վաղուց է պետք զիջել մեր տեղը երիտասարդներին, բայց մենք դեռևս գործ ունենք անելու եւ այս մարտը, որը լինելու է, որը արդեն տեղի է ունենում եւ որը մեզ համար լինելու է որոշակի վճռական, որոշիչ 2026 թվականի ընտրություններում, եթե մենք չկարողանանք մեր անկեղծությամբ, մեր ցավով, մեր պատկերացումով վարակել ազգին լավ իմաստով, փոխանցել այդ մեր գաղափարները, ես կարծում եմ, որ մեր երկրի համար կսկսվեն շատ ծանր ժամանակներ, օրեր, կրկնում եմ, ես երբեք այդքան տագնապած չէի այս տասնամյակների ընթացքում։ Եվ այն ինչ կատարվում է դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չէ, որ կատարվում է։ Մտանք որպես աշխարհ մի նոր դարաշրջան, նոր դաշինքներ են առաջանում։ Միացյալ Նահանգները մեկուսանում են, ինչպես եղավ 100 տարի առաջ, երբ որ Ուդրո Վիլսոնի ֆանտաստիկ եւ գեղեցիկ պատրանքը, ցնորքը, քաղաքական հեղափոխությունը, որը նա
առաջարկեց աշխարհին, երբ որ նա փորձեց բարոյականությունը, համերաշխությունը եւ մարդասիրությունը դարձնել քաղաքականության առանցքը, եւ դա փոխվեց, նա պարտվեց ընտրություններում եւ շատերը հիմա մոռանում են, բայց ես հիշեցնեմ, որ նրանից հետո նախագահ դարձած նախագահ Գարդինգը ասել էր America First առաջինը, նա էր ասել 100 տարի առաջ եւ մեկուսացրեց երկիրը եւ դա բերեց իմիջիալոց տարիներ անց, հաշված տարիներ անց մեծ դեպրեսիայի, Great Depression, այո, եւ տնտեսական տապալմանը, որից Ամերիկան մեծ դժվարությամբ բայց դուրս եկավ, բայց դա բերեց նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմին։ Այդպես որ կարծում եմ հիմա մենք նմանություններ տեսնում եք միանշանակ Միացյալ Նահանգները դուրս են գալիս աշխարհի բեմից, գուցե ժամանակավոր, բայց այդպիսի Ամերիկա, ինչպեսին դարձավ Թրամփի օրոք, Ամերիկան էլ չէր։ Ամերիկան ինքն իրեն չի ճանաչում եւ այնտեղ շատ լուրջ ներքին խնդիրներ են, եւ մենք չենք տեղավորվում այդ խնդիրների մեջ, այդպես որ ես ցավով եւ ափսոսանքով եմ նայում այն մարդկանց, ովքեր Հայաստանում կապում են ինչ որ հույսեր Միացյալ Նահանգների անվտանգային երաշխիքների հետ։ Ամերիկան հրաժարվեց երաշխիքներ տալ իր ամենամտերիմ դաշնակիցներին՝ Կանադայից ու Մեքսիկայից մինչև Եվրոպա, մինչև Ճապոնիա, մինչև Թայվան։ Եվ Ամերիկան բոլորովին ուրիշ Սա Ամերիկայից չէ։ Սա նոր Ամերիկա է։ Եվ մյուս կողմից մենք տեսնում ենք ինչպես է փոխվում աշխարհը մեր շուրջը եւ այստեղ Ռուսաստանը հետ նահանջ է ապրել եւ այլևս չի կարողանա վերականգնել իր գերտերության դիրքը, այն նկատի ունիք նաեւ մերձավոր արևելքի աստանշանները, որ Ռուսաստանը կարևոր խաղեր դանում Սիրիայում։ Ռուսաստանը ամենտեղից դուրս եկավ Իրաքից, դուրս եկավ Սիրիայից, դուրս եկավ Իրանից, բոլոր երկրները, որոնք մենք կարող ենք հիմա վերհիշել, որտեղ կար ազդեցություն քրդական նրանց ազդեցությունը քրդերի վրա անհայտացավ, սովետական դեռևս ազդեցությունը։ Բայց Ռուսաստանը չունի այն քաղաքական ապագան, որի հետ կարելի է ինչ-որ հույսեր կապել։ Ռուսաստանն այլևս խաղացող չէ եւ աշխարհը հիմա կիսվում է մի կողմից Ամերիկայի, մյուս կողմից Չինաստանի միջև։ Եվ այնտեղ առաջանում են երկու եւս բացի այդ մեծ բևեռներից եւս երկու կարևոր խմբեր։ Մեկը Եվրամիությունն է, ռազմաքաղաքական դաշինքը, որը 2 տրիլիոն է հիմա ծախսում, որպեսզի ինքնապաշտպանություն ապահովի, եւ մեր միակ փրկությունն է, իմ խորին համոզմամբ, դառնալ այդ դաշինքի մասը, որովհետեւ իրենք ունեն այստեղ շահեր, իրենք ունեն աշխարհակաղակական հետաքրքրություն մեր նկատմամբ եւ քանի դեռ ուշ չէ, մենք պետք է անենք այդ քայլը, ես հպարտ եմ, որ կյանքումս գոնե մեկ կարևոր բան իմ կարծիքով քաղաքականության մեջ արեցի, ես նախաձեռնեցի մեր կուսակցության հետ այն ստորագրավակը, որը հետո օրենքի տեսք ստացավ եւ Հայաստանը ունի օրենք, որը չի կատարվում արդեն 8 ամիս է, բայց այդ օրենքը պետք է իրականացվի, դա մեր վերջին հույսն է։ Երկրորդ կարևորագույն դաշինքը, որը մեր շուրջը, մեր կողքին ձևավորում է, դա Թուրանն է։ Շատերը հեգնանքով են վերաբերվում Թուրանի գաղափարին, բայց Թուրքիան եւ Թուրքեստանը դա իրողություն է եւ ես մեծագույն հանցավոր սխալ եմ համարում, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները իմիջիալոց շարունակելով Լևոն Տեր-Պետրոսյանի հին գաղափարախոսությունը փորձում են ռեգիոնալ ձևաչափով գտնել ապահովություն եւ անվտանգություն։ Ես չեմ ուզում դոգմատիկ կամ սխոլաստիկ բաներ ասել, հնչել որպես ճակատագրապաշտ, բայց ես վստահ եմ, որ էգզիստենցիալ առումով, գոյաբանական առումով Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն հաշտվի Հայաստանի պետականության գոյության հետ։ Ուստի բոլոր փորձերը, որոնք դեռ 100 տարի առաջ մեր քաղաքական դասը, օրինակ դաշնակցական կուսակցությունը, որը ժամանակ ուներ այդպիսի պատրանք եւ Իթիհադի հետ, այո, Իթիհադի հետ եւ 1912 թվականի հեղաշրջումն էր ողջունում եւ փաստորեն օգնում էր երիտուրքերին մտնել խորհրդարան, ֆինանսավորում էր նրանց,
Մենք հիշում ենք հիմա այդ ամենը, պետք է այդ մասին խոսել, բայց մոռանալ չի կարելի։ Եվ հիմա իմ կարծիքով մոտավորապես նույն ցնորքն է պատել մեր քաղաքական դասը, ակտուալ դասը, մարդկանց, ովքեր հիմա որոշումներ են ընդունում, եւ նրանց պետք է կանգնեցնել, որովհետեւ դա տանում է մեզ անդունդ։ Հայաստանը հայտնվում է մեկուսացման մեջ, որից միակ ելքը Եվրամիությունն է։ Եթե մենք մեզ վրա վերցնենք նախաձեռնություն, ապա մենք կօգնենք եւ Վրաստանի ժողովրդին եւ Իրանի ժողովրդին ստեղծել այն առանցքը, որը նախատեսված էր Եվրամիության կողմից հյուսիս-հարավ ճանապարհով, որը ավարտելով իմ չափազանց երկարած պատասխանը իմիջիալոց շատ հին ավանդական է։ Առաջին անգամ այդ քաղաքական աշխարհակաղակական նախագիծը իրականացրեցին 2100 տարի առաջ Տիգրան II եւ Միհրդատ Եվպատոր թագավորները Սև ծովից մինչև Պարսից ծոց բացելով տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական գոտի, որի շնորհիվ այդ երկու արքայությունները հզորացան եւ դա դարձրեց Հայաստանը իմիջիալոց Եվրամիության նախատիպի հռոմեական կայսրության հիմնադիր հայրերից մեկը։ Հաջորդ տարի հետաքրքիր տարեդարձը, որի մասին ոչ ոք չի հիշում, իմ գործընկերը մեր կուսակցականը Արթուր Հայրապետյանը հիշեցրեց, որ լրանում է 2060 տարեդարձը, 60-րդ տարեդարձը 66 թվականի Արտաշատյան պայմանագրից, որով Հայաստանը որպես թագավորություն դարձավ հռոմեական կայսրության, արդեն հանրապետության։ Այդ պահին Հռոմը կայսրությունից անցնում էր հանրապետական ձևաչափի եւ մենք Հռոմը եւ Հայաստանը այդ հռոմեական աշխարհի հիմնադիրներն ենք, որովհետեւ եւ Բրիտանիան, եւ Գերմանիան, եւ Ֆրանսիան այն ժամանակ պետություններ էլ չէին, նրանք ուղղակի տարածքներ էին։ Իսկ մենք թագավորություն էինք, պես որ մեր ճանապարհը գծել է դեռ Տիգրան II արքան, եւ մենք պետք է վերադառնանք այդ միակ ճիշտ աշխարհակաղակական ընտրությանը։ Բավական խորքային պատասխան մներ, պարոն Խզմալյան, այսօր նաեւ դիտարկեցիք այդ եվրոպական օրինակիցը, արդեն առաջարկը վերածվեցավ օրինակիցի, հազարավոր մարդիկ ստորագրեցին, բայց կնկատենք, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտի մեջ այդ գաղափարին շուրջ կամ գաղափարին համահեղինակ ուժերը կիլոմետրերով հեռու են իրար մե։ Դա մենք նաև փորձարկել տեսանք վաղ շաբաթի ընտրություններուն, կտեսնենք ամենօրյա թրույթով, ինչ է գաղտնիքը, որ ինչպես Հայաստանի ընդդիմությունը, այնպես էլ ասենք այն ուժերը, որոնք հավատք եւ որոշակի ակնկալիք ունեն, հատկապես եվրոպական մայրցամաք են, այսպես դարբաղատրված են, նուրբ կսեմ։ Շնորհակալություն, որ նուրբ կսեք, ես փորձեմ նույնքան նուրբ պատասխանել, որ ոչ ոքի իմ գործընկերներին չեմ ցանկանա վիրավորել, թեև նրանցից ոմանք չեն խորշում վիրավորել մեզ, ասելով որ մենք հիմար ենք, դավաճան ենք, չենք հասկանում ինչ ճիշտ է։ Այդ կարգի է հարաբերությունը։ Այո, արդեն, բայց չէ, մենք դա չենք ասում, մենք պարզապես համարում ենք, որ նրանք մոլորված են եւ բացատրեմ ինչու։ Հայաստանում 35 տարի շարունակ իշխանությունը դա մի գործընթաց էր դուր գալ եւ իշխանություն ստանալ Մոսկվայից։ Դա էր Լևոն Տեր-Պետրոսյանից 95-96 թվականից առաջին կեղծված ընտրություններից նախագահականից սկսված մինչև մնացած նախագահները եւ դա հասավ Նիկոլ Փաշինյանին, որը փաստորեն 18 թվականի այսպես կոչված հեղափոխությունից, որը իրականում պարզապես իշխանափոխություն էր, օրեր անց ասաց, որ մենք չենք փոխվում աշխարհակական վեկտորը, այսինքն մեր հույսերը, որ մենք փոխվում ենք գաղութից եւ սկսում ենք ապագաղութացման գործընթացը սին էին։ Նա ոչ մի բան
չարեց եւ խոսքերից զատ գրեթե ոչինչ էլ չի անում ապագաղութացնելու համար Հայաստանը։ Հայաստանը մնում է ռուսական գաղութ, որտեղ տնտեսության 2/3-ը պատկանում են եւ վերահսկում են Ռուսաստանի կողմից։ Հետագայում քաղաքական դաշտը, մամուլը սահմանների վրա է կանգնած ռուսական զորքը եւ ռազմաբազան, այդպես որ ապագաղութացումը տեղի չունեցավ եւ դա մեծագույն սխալ է, բայց դա քիչ է։ Ստեղծվեց տպավորություն, որ Հայաստանում կա երկու ուժ, այսպես կոչված նախկինները եւ ներկաները։ Եվ սա պատրանք է։ Իրականում Նիկոլ Փաշինյանը որքան էլ նա հարձակվի նախկինների վրա, որքան էլ նրանք հարձակվեն Փաշինյանի թիմի վրա, իրականում նրանք քաղաքականապես տարբեր չեն։ Կարող է տարօրինակ թվալ, որ Նիկոլ Փաշինյանը անհաշտ պայքարի մեջ է հիմա իր եւ մնացած նախորդների քաղաքական կնքահոր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որովհետեւ իրականում Նիկոլ Փաշինյանը իրականացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսությունը, որը իրականում մերժում էր ազգային գաղափարախոսությունը, դա Լևոն Տեր-Պետրոսյանի սկզբունքային դիրքորոշումն էր, եւ նույնը հիմա անում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բացի դա այդ ռեգիոնալիզմը չարաբաստիկ, դա հենց Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարն էր, որը առաջարկում էր ոչ թե արևմուտքի հետ, արևմուտքի քաղաքակրթության մեջ գտնել փրկությունը հայոց, այլ բարելավելով հարաբերությունները Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, զիջումներով եւ այլն։ Նրան դա չհաջողվեց։ Հայ ժողովրդի այն պահի աշխարհընկալումը թույլ չէր տա նման բան անել եւ այդ էր պատճառը հիմնական, որ նա հրաժարական տվեց, թեև նա դա անվանում էր ռևանշիզմ եւ այլն, բայց այդ նրա գաղափարը կատարյալ կերպով իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, այնչափ կատարյալ, որ հիմա նայելով Փաշինյանին, Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես նայում է հայելու մեջ եւ ասում է սա ինչ հրեշ է։ Իրականում սա կատարյալ արտացոլանք է, բայց մենք դա չենք քննարկում։ Իրականում մենք ուզում ենք հասկացնել ժողովրդին, որ չկա նախկին ու ներկաների պայքարը։ Դա անձերի պայքար է։ Անձերի պայքար իշխանության համար, ոչ ավել, ոչ պակաս։ Եվ իշխանության արմատը կրկին նույն տեղից է գալիս Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Իսկ քանի որ Ռուսաստանը զիջեց վերահսկողությունը մասամբ Թուրքիային, մասամբ Ադրբեջանին, որովհետև 2010-11 թվականին Ռուսաստանը ռազմավարական եւ ողբերգական իր համար որոշում կայացրեց Եվրոպայից թեքվել դեպի Չինաստան եւ Թուրքիա։ Եվ փաստորեն այդ ժամանակ էր, որ մարդիկ, ովքեր կարող են կանխատեսումներ եւ վերլուծություններ անեն, արդեն պիտի որ հասկանային, որ 2011 թվականից այն պահից, երբ որ մարտի 16-ին Մոսկովյան պայմանագրի 90-ամյակի օրը նախագահ Մեդվեդևը, որը տեղապահն էր Պուտինի այդ ժամանակ, ընդունեց Էրդողանին եւ նվիրեց նրան Մոսկովյան պայմանագրի լուսանկարների բնագրերը եւ իրենք փոխանակեցին այդ սիմվոլիզմը, պարզ էր արդեն, որ Ռուսաստանը փոխում է իր քաղաքականությունը եւ Հայաստանը այդ նոր քաղաքականության մեջ տեղ չունի։ Ռուսաստանը հենվեց Թուրքիայի վրա, հետեւաբար Ադրբեջանի վրա եւ Հայաստանը դատապարտված էր։ Ահա ինչու սկսվեց եւ արևմուտքը, որը հասկացավ, դա սկսեց առաջարկել փրկություն Սերժ Սարգսյանին այդ ժամանակ։ Այստեղ գալիս էր Հիլարի Քլինտոնը, այստեղ գալիս էին Հռոմի պապերը։ 2015 թվականին Հայաստանում էր եզակի շանս, որը ոչ ոք չհասկացավ, 100-ամյակի ցեղասպանության հայտարարել։ Լուսավոր շող մագար։ Այո, եւ մենք կարող ենք այդ 100-ամյակի լույսի եւ ստվերի, որտեվ այնտեղ մեծագույն ողբերգությունն էր, եւ մենք կարող ենք ասել Սերժ Սարգսյանին հնարավորություն էր տրված ասել, որ մենք դուրս ենք գալիս, մենք չեզոք ենք, մենք այդպես սփոկվել ռուսական ծիրի մեջից, բայց նա չհամարձակվեց դա անել եւ հաջորդ տարի 16 թվականին մեզ արդեն պատժեցին այդ փորձի համար 16 թվականի քարորիա պատերազմով, այդպես որ չի կարելի ասել երկու, իրականում 3 պատերազմ կար Արցախյան եւ երկրորդը դա էր, որից հետո նա գնաց Բերլին արդեն ապրիլի 5-ին եւ ասաց մի բան, որը ոչ ոք չի
հիշում Հայաստանում։ Նա ասաց Բերլինում Կարորիայից հաջորդ իսկ օրը, որ Հայաստանն այլևս չունի քաղաքական հովանավոր։ Նա փաստորեն փորձեց հրաժարվել Ռուսաստանի վերահսկողությունից, բայց ռուսները այնքան շատ կեղտ ունեին նրա վրա եւ այդքան շատ լծակներ, որ այդ ամենը բերեց 18 թվականի նրա հայտարարականը եւ ինչու եմ ես այդ ամենը հիմա հիշում։ Նպատակս հետեւյալն է. Հայաստանում չկա փաստորեն նախկինների եւ ներկաների պայքարը։ Հայաստանին պետք է դա իմիտացիա է, չէ՞։ Դա իմիտացիա է, այո։ Եվ եվրոյի ինտեգրումը Փաշինյանի կողմից նույնպես իմիտացիա է, դա եվրոիմիտացիա է։ Նրանք այդ նպատակը չունեն, որովհետև Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը պահպանելու համար նա ունի երաշխիքներ 3 մարդուց՝ Պուտին, Էրդողան եւ Ալիև, որովհետև նրա զիջումային, պարտվողական գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը այն նվերն է, որը 100 տարի սպասում էին թուրքերը եւ որով իրենք դեռ շարունակում են օգտվել։ Այդպես որ միակ այլընտրանքը, իսկ այլընտրանքը միշտ մեկն է, դա Հայաստանի եվրոինտեգրումն է։ Դա այն է, ինչը մենք քարոզում ենք, ջատագովում ենք տասնամյակից ավել եւ ցավոք սրտի մեր կանխատեսումները մեկը մյուսի հետևից իրականանում են, բայց մենք մնում ենք մեկուսացված եւ վերջերս մեր գործընկերները, ովքեր մեզ անչափ շատ օգնեցին իրականացնելու այդ ստորագրահավաքը, առանց նրանց օգնության մենք չենք կարողանա կատարել այդ ծանր ստորագրահավաքը, դա բավական բարդ գործընթաց էր։ Այնուամենայնիվ մեր գաղափարը հաղթեց, բայց մնաց չիրականացված եւ դա մեր այսօրվա գլխավոր ողբերգությունն է։ Այսպես որ հաջորդ ընտրությունների գլխավոր հարցը ոչ թե խաղաղություն կամ պատերազմ, դա կեղծ օրակարգ է, ոչ մի պատերազմի մասին խոսք չի գնում։ Իրական հարցն է Ռուսաստան, Թուրքիա մի կողմից, Ադրբեջան, այսինքն ռեգիոնալ երկիր է մնալու Հայաստանը, դառնալով Բանտուստան, վիլայետ, ինչ ասեք, գուբերնիա, մնալով գավառ, մնալով գաղութ, կամ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա եւ Էստոնիա, Լատվիա, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիա, Ռումինիայի պես, Մոլդովայի պես, Ուկրաինայի պես ազատվելու է այս կապանքներից, այս գաղութից, այս թակարդից։ Այս է հարցը լինելու, որը ամեն կերպ փորձում են ստվերել, ծխավառակույրի ետևում թողնել եւ ասել, որ դե ուր եք շտապում, մենք կգնանք Եվրոպա, երբ որ ժամանակը գա։ Ժամանակն արդեն անցնում է։ Եթե մենք լինենք եվրոպական միության տեխնացու երկիր, մենք չենք կորցնի Արցախը։ Եթե մենք հիմա այս 8 ամսվա մեջ հայտ ներկայացնենք, մենք հիմա ստիպված չենք լինի զիջել անկլավները, ինչպես զիջում է հիմա դա Փաշինյանը։ Այ շատ կոնկրետ եմ ասում, 8 ամիս ինչ ընդունվեց օրենքը եւ չի իրականացվում։ Եթե հաջորդ իսկ օրը ոչ թե Շանհայ ընդունվելու կամ BRICS ընդունվելու հայտը գնար, եթե չմնանք ԵԱՏՄ-ի մեջ, մենք հիմա կունենայինք Ուկրաինայի պես Եվրոպայի նեցուկը եւ անկլավների մասին խոսակցություն չէր գնա, որտեղ մենք դառնալու ենք եվրոպական պատասխանատվության գոտի, եվրոպական ու միջազգային օրենքի դաշտ։ Մի բան, որից ռուսները, ադրբեջանցիները եւ թուրքերը Հայաստանին դուրս են պահում եւ որին համաձայնվում է Նիկոլ Փաշինյանը հանուն վերընտրվելու։ Պարոն Խզմալյան, ձեր գործընկերները առնվազն համաձայն են ձեր հետ այս առումով եւ ինչ որ գարձեք կողեն եւ այսօր ոչ ոք կխոսի այդ խոսույթով, որ մենք օրենք ընդունեցինք, այդ օրենքը մնաց ազգային ժողովի տարագներու մեջ եւ այնտեղ ուրիշ թեմաներ են, ուրիշ ատմոսֆերա է, ուրիշ իշխանությունը ուրիշ խնդիրներով է։ Այսինքն մեկը պիտի այս իշխանության հիշեցնե, չէ՞, որ դու օրենք ընդունած ես, գործադրե։ Ես ամեն օր հիշեցնում եմ եւ գրում եմ, քանի օր է անցել, 8 ամիս, 8 ամիս եւ 1 շաբաթ, 8 ամիս եւ 2 շաբաթ։ Բայց դա քիչ է, իհարկե, եթե մենք պահպանենք Եվրաքվեի, Եվրադաշինքի այն ուժը, մենք ավելի լսելի կլինենք, բայց
քաղաքական հին օրենքը բաժանիր եւ տիրիր շարունակում է գործել, զորու է, այո։ Բայց Եվրադաշինքի գաղափարը պահպանվում է եւ որպես Եվրադաշինքի նախաձեռնող մենք որպես եվրոպական կուսակցություն շարունակում ենք բանակցել եւ կան այլ ուժեր, որոնք համամիտ են մեր վերլուծությանը, մեր կանխատեսումների եւ շատ շուտով մենք մինչեւ տարեվերջ կհայտարարենք, որ Եվրամիության անմիջապես որքան հնարավոր է շտապ ինտեգրվելու, անդամակցելու գաղափարը մնում է Հայաստանի գլխավոր նպատակը եւ եվրոպական կուսակցության, ինչպես նաեւ մեր համախոհների նոր կուսակցություններ, նոր քաղաքական շարժումներ, որոնք լծվում են այս գործի մեջ, մենք շուտով նրանց կներկայացնենք։ Այսինքն մինչև մանոր մենք կտեսնենք նոր քաղաքական միավորում, այդպես ասենք։ Այո, ես չեմ ասում, որ դա լինելու է նախընտրական դաշինք։ Ոչ, որովհետև ինչ ձևաչափ կստանա դա, կախված է այլ, չէ, կախված է այլ պատճառներից, ֆինանսական, մարտավարական, բայց ռազմավարությունը մնում է նույնը։ Մենք կարող ենք փոխել մարտավարությունը, անունը, անվանումը կամ ցուցակ ընդհանուր ստեղծել։ Ես վերջացնելով այս ձեր հարցի պատասխանը հիշեցնեմ, որ գրեթե 1 ամիս 3 շաբաթ առաջ ես հրապարակեցի առաջարկ 70 մոտավորապես անուն գրեցի բոլոր այն մարդկանց, ովքեր չէին համագործակցում նախկին եւ ներկա իշխանությունների հետ եւ որոնք այսպես թե այնպես համամիտ են եվրոինտեգրման գաղափարին եւ առաջարկեցի ստեղծել ընդհանուր ցուցակ եւ առաջին անունը գրեցի Ազատ Արշակյանի անունը որպես խորհրդանիշ մեր ազգային ազատագրական պայքարի այնտեղ կան բոլոր մարդիկ անունը ձեր մտքով կանցնի ոմանց հետ մենք համաձայն չենք ոմանց հետ մենք ճանապարհ անցած եք, ոմանց հետ ոչ, ոմանց հետ չենք ծանոթել չենք, բայց ընդհանուր շուրջ գիտեք շատ քիչ մարդիկ են արձագանքել, ընդամենը 2-3 ուժ, բայց մենք հենց նրանց հետ էլ կլցնենք գործի։ Ձեր գործը բավական բարդ պիտի լա, պարոն Խզմալյան, դուք խնդիր ունիք իշխանություններու հետ, նաև բնականաբար պիտի ճուզեք այն ուժերը, որ այսօր ռուսական հույս կփայփայեն, դա գավին անոնց վերադարձը եւ այնտեղ մենք կտեսնենք մեծ դինամիզմ, այնտեղ մենք կտեսնենք Սամվել Ղարաբեդյանի ուժը նոր ցակող եւ ինչպես պիտի թիրքավորվի։ Եվսիկ մաուգենաց ձեր վերջին մարտը պիտի լա 2026։ Մենք պաշտպանում ենք մեր տեսակը, մեր երկիր ինչպես մենք ենք այնպես, մեր երեխաների ապագան, այդպես որ այո, սամահվան եւ կյանքի կռիվ է լինելու։ Ես կարծում եմ, որ հասկանում եմ իրենց նախագիծը, ես դա պայմանական անվանում եմ Կիրիենկոյի պլանը։ Դա շատ ավելի փափուկ ձև է, դա ասենք 21 թվականից սկսած հեղաշրջման փորձ չէ, որովհետեւ Փաշինյանը այս տարվա գարնանը մայիս ամսին այցելելով Մոսկվա շքերթի իմ տպավորությամբ, ես մոմ չեմ պայել, ինչպես ասում են, բայց քաղաքական վերլուծությունը հենվում է երբեմն խորհրդանշական ժեստերու եւ ամենակարևորը փաստերի վրա, այլ ոչ թե խոսքերի վրա։ Եվ ես պնդում եմ, որ նա համոզեց Պուտինին այլևս չուղարկել հեղաշրջում անող մարդկանց, որովհետեւ նրանց շարքը մեծ էր։ Դա եւ Ռուբեն Վարդանյանն էր, դա եւ Սամվել Կարապետյանն էր, դա Արա Աբրամյանն էր, դա բազմաթիվ այլ նվազաստեցությամբ։ Այո, Ռոբերտ Քոչարյան եւ այլն։ Եվ նա համոզեց, որ Սաակաշվիլի չէ։ Նա ավելի շատ Իվանիշվիլի է, եթե համեմատություն բերենք, եւ Պուտինը փորձարկեց նրան, նա Հայաստանը օգտագործեց կեղտոտ արյունոտ փող լվալու միջոց եւ Հայաստանը 3 տարի պատերազմի տարիներին խայտարակ ձևով մասնակցում էր ռուսական փաստորեն ռազմական այդ պատրաստությունների ֆինանսական ապահովագրումը այդ կեղտոտ գործին։ Այստեղով անցնում էին եւ միկրոչիպեր, կենցաղային էլեկտրոնիկա, 111 տոննա ոսկի,
Հայաստանով անցավ ռուսական, որում Ռուսաստանը կարող էր այլ կերպ ուղարկել այդ ոսկին չինական եւ արաբական երկրներ։ Բայց գերադասեց Հայաստանը, որպեսզի կոմպրոմատ ունենա, որպեսզի Պաստորեն Փաշինյանին ոչ ոք ներքաշի այդ խաղի մեջ, այո, այդ Սարդոստայնի մեջ եւ դիսկրեդիտացնի։ Այդպես որ այս ամենը երևում էր եւ հիմա Պաստորեն Կիրիենկոյի պլանը կայանում է նրանում, որ նրանց հարմար է 21 թվականին ստեղծված ազգային ժողովը, որտեղ կա Փաշինյան, փոքրիկ մեծամասնություն եւ երկու պրոռուսական կուսակցություններ։ Նրանց երկուսին միացնում է մեկ խնդիր՝ ոչ մի կերպ թույլ չտալ, որ խորհրդարանում լինի իրական եվրոպական ուժ։ Միգուցե ինչ որ կեղծ եվրոպական անունով, բայց վերահսկելի ուժ իրենք կստեղծեն, որը երբեք չի խանգարի նրանց այս սիմբիոզին, որը ստեղծված է։ Այսքան բարդ իրավիճակի մեջ հույսեր ունիք անգերձ լալու համար։ Իհարկե, որովհետև նախ մենք տեսել ենք, որ ազգի մեծամասնություն եւ դա ցույց էին տալիս նաեւ 24 թվականի ամռան ամերիկյան ընկերությունների կողմից արված հարցումները 50%-ից ավել հայություն հարցումներում նշում էր, որ կցանկանան, որ Հայաստանը լինի Եվրամիության անդամ։ Իհարկե, սա քարոզի եւ հիբրիդային տեխնոլոգիաների խնդիր է եւ հիմա փաստորեն մեր հեռուստատեսությունում դուք ինձ օրինակ չեք տեսնի, հանրային հեռուստատեսությունը 2 տարի ինչ մոռացել է իմ մասին։ Blacklist եք դուք։ Այո, դա բավական ծիծաղելի է, որ Հայաստանը համբավ ունի իբրև թե ազատ խոսքի եւ ժողովրդավար մեդիայի ազատության իրականում բնականաբար անտիմության մոդալ blacklist եք։ Երևի այո, բայց Ջոն Լենոնը մի անգամ ասել է, եթե դու անկեղծ ես, մի սպասիր, որ շատ ընկերներ կունենաս, բայց այն ընկերները, որ մնում են քեզ հետ, իրապես անկեղծ ընկերներ են։ Այդպես որ ես առաջնորդվում եմ դրանով, այո, մենք քիչ ենք, բայց ես քաղաքական դաշտում քիչ ենք, բայց ոչինչ, որովհետև 300,000-ից մինչև կես միլիոն հայեր, եթե իրենք ընտրություն ունենան, եթե իրենք տեսնեն եվրոպական կուսակցության հնարավորությունը ընտրվելու, իրենք կքվեարկեն ոչ թե մեր կուսակցության համար, Եվրոպա գնալու համար։ Եվ Փաշինյանը հիմա փորձելու է շահագործել դա, մանիպուլացնել, խաբել, որ մենք կգնանք Եվրոպա, սպասեք։ Մենք չենք կարող սպասել, որովհետև անկլավները հանձնվում են, եւ դա նշանակում է, որ 1 տարի անց, եթե Փաշինյանին հաջողվի վերընտրվել այս պայմաններում եւ բերել հենց այս ազգային ժողովի կազմը, 1 տարի անց Հայաստանը կանգնելու է սարսափելի մեծ վտանգի առջև, զանգվածային արտագաղթի։ Շունչ կաշել դվիկ, իսկ եվրոպացիք ինչ կմտածեն, պարոն Խզմալյան, դուք կշփվիք, գործնական, գաբեր, հարաբերություններ, դեսպանատուներ։ Հոկտեմբերին ես Բրյուսելում էի, այսօր էլ երեկոյան հանդիպելու եմ մի շարք դիվանագետների հետ, մենք գրեթե ամեն շաբաթ եվրոպական քաղաքական գործիչների, պատգամավորների, դիվանագետների, դեսպանների հետ շփվում ենք, ասեմ դες հետևյալը, Հայաստանը ուներ հսկայական հնարավորություններ եւ հատկապես մենք ունենք Մակրոնի պես դաշնակից, որը հիմա անչափ թուլացել է, որը մեծագույն խնդիրներ ունի սեփական երկրում եւ նրա ազդեցությունը Եվրոպայում էլ է իջել։ 24 թվականից ի վեր Եվրոպայում մեծ աճ են ապրում աճակողմյան կուսակցությունները, ազգայնական, բայց մենք նրանց հետ ենք աշխատում, որովհետև նրանք տեսնում են Հայաստանի արժեքը։ Մենք առաջին քրիստոնեական պետություն ենք, մենք ընտանիք կենտրոնում պահող ազգ ենք, քրիստոնեական արժեքների եւ ավանդապաշտ երկիր ենք, եւ իրենց համար կա եւս մի գաղտնիք, որը մենք չենք զգում, որովհետեւ մենք այսպես ապրում ենք։ Մենք ունենք մի գաղտնիք, ինչպես կարելի է ապրել մահմեդական շրջապատում եւ պահպանել լեզուն, արժեքները, մշակույթը, կրոնը։ Նրանց համար այդ նոր հակամիգրացիոն քաղաքականության մեջ
այս իմունիտետը, որը մենք ունենք, շատ կարևոր է։ Այդ փորձը, որ մենք ունենք, շատ կարևոր է։ Պարզապես մեզ համար կարևորը, որ իրենք այդ փորձը մեզնից վերցնեն ոչ թե ազգաբնակչության միջոցով, որովհետև մինչև 1 միլիոն հայ, եթե Հայաստանը չգնա Եվրոպա, հայերը կգնան Եվրոպա, Հայաստանը թողնելով յետևում, եւ Եվրոպան նրանց կընդունի։ Բայց մեզ համար կարևորը, որ նրանք շատ པարզ քաղաքական ուղերձ են եղել։ Ես կարող եմ օր նշել։ Դա 2024 թվականի մարտ ամիսն էր, եթե չեմ սխալվում 13 մարտի։ Միգուցե օրերն եմ շփոթում, երբ որ Եվրոխորհրդարանը Ստրասբուրգում քվեարկեց Հայաստանի հայտը ընդունելու կողմ 504 կողմ 4 դեմ։ Այսպիսի ահռելի վիթխարի առավելություն անգամ Ուկրաինան չուներ։ Եվրոմիությունը, Եվրոխորհրդարանը միանշանակ կողմ է Հայաստանի անդամակցությանը, ավելին, որովհետև նրանք հասկանում են մի բան, որ Երևանում չեն հասկանում շատերը։ Մեր օրինակը կողոքեվորի եւ վրացի ժողովրդին, վրացիների մեջ հսկայական ցանկություն կա եւ մենք նրանց նեցուկը կլինենք։ Եվ որքան էլ անսպասելի դա կարող է հնչել, եւ Եվրոպայում դա հասկանում են։ Դա Իրանի համար, Իրանի հասարակության համար մեծ խթան է, որովհետեւ Իրանը կանգնած է լիբերալիզացիայի ազատման շեմին։ Իրանը առհսկայական փոփոխությունների շեմին է կանգնած։ Մեծ ճնշում կա գուտակված։ Շատ մեծ։ Դեմոգրաֆիկ, սոցիալական, գաղափարական եւ քաղաքական եւ ազատագրված Իրանը լինելու է մեզ համար կարևորագույն դաշնակից եւ Հայաստանի միջով է Իրանը մտերմանալու Եվրոպայի եւ Եվրոպան դա է սպասում։ Ահա ինչու հյուսիս-հարավ, այլ ոչ թե այդ մեծ այլ ոչ թե թրիպը, 66-ը, այլ ոչ թե ոչ մի դեպքում միջին ճանապարհը։ Եվ սա իրարամերժ քաղաքական նախագծեր են։ Գիտեք, հիմա ես ծեր դեսագետը չեմ գիտեր, բայց արերևույթ Փաշինյան Կարեկին երկրորդ կաթողիկոսի մեջ նաև քաղաքական շեշտադրումներ կան, հիմա իշխանությունները հաջող սածեն, որ Կարեկին կաթողիկոսը գծարայե Ռուսաստանին, այդ պայքարը ծեր սրտով է, այսօր ընթացող պայքարը իշխանություն եկեղեցի։ Սա միանգամայն կեղծ օրակարգ է։ Կեղծ օրակարգ է, որովհետև ասելով, որ Գարեգինը բայց կներեք նկատած եք, չէ՞, մեր լրահոսի top news-ն է հիմա։ Դա հենց այն կեղծ օրակարգի մասը, որովհետև ժողովրդին անընդհատ շեղում են կարևոր հարցերից, զբաղեցնելու, այո։ Մեկ օր թշնամի է ընտրվում եկեղեցին, հետո Սամվել Կարապետյան, հետո կլինի Պողոս Պետրոսը եւ այլն եւ այլ։ Կարևորը որ ժողովուրդը անընդհատ, գիտեք, այդ մատնոցը ինչպես են խաղում այնտեղ մինչև մարդիկ ուշադրություն են դարձնում մատերին, հա, իրենց գրպաններից շատ հայտնի էր այդ խաղը եւ Օսմանյան գայսության մեջ շատ տարածված։ Այո։ Հիմա փաստորեն մեր կառավարությունը այդ մատնոց խաղ է խաղում իր ժողովրդի հետ։ Ժողովուրդը չպետք է մտածի, իսկ ինչու ենք մենք այսպես ծանր ապրում, ինչու են հարկերը օրեցօր բարձրանում, ինչու բրուտահարկը 4 տարվա մեջ 400%-ով բարձրացավ, ինչու ենք մենք այնքան կախված Ադրբեջանի եւ Թուրքիայի կմահաճույքից, միթե ելք չկա։ Եվ այդ հարցերից խուսափելու համար պետք են անընդհատ ինչ-որ ֆոկուսներ։ Եվ այո, մեր եկեղեցին տոգորված է KGB-ի ագենտներով, ինչպես եւ ռուսական, վրացական, ուկրաինական, բոլոր եկեղեցիները, որովհետեւ եկեղեցիները վերստեղծվեցին Ստալինի կողմից 40-ական թվականներին։ Մենք դա գիտենք։ Եվ Վազգեն առաջինը երջանկահիշատակ, որի պատկերը ամենտեղ կախված է առ այսօր, նա նույնպես եկավ Ստալինի համաձայնությամբ, Ստալինի օրնությամբ, չէ, իհարկե արդեն ֆիզիկապես ոչ, բայց KGB-ի համաձայնությամբ էր եկել։ Մենք այստեղ որևէ պատրանքներ չպետք է ունենանք, բայց կներեք, դուք պայքարում եք KGB-ի եւ Ռուսաստանի հետ, ինչու՞ չսկսել այդ պայքարը ԱԱՑ-ի մեջ, ձեր կառավարության մեջ, ազգային ժողովի մեջ, նախարարությունների մեջ, եթերում, հեռուստաեթերում, ինչու եք դուք զբաղվում այն միակ կառույցով, որը ըստ սահմանադրության բաժանված է, անջատած է պետությունից, որովհետև այնտեղ հեշտ է
ցույց տալ ձեր ամեն շաբաթվա պայքարը հողմաղացների հետ։ Մարդը պայքարում է KGB-ի ագենտների հետ եւ միաժամանակ ԱԱՑ-ի սպաներին ուղարկում է ԱԱՑ-ի սպաներին KGB-ի դպրոց է ուղարկում Ռուսաստան սովորելու։ Սա ծիծաղելի է, չէ՞։ Իրականում մեր եկեղեցին եւ Սփյուռքը հայոց երկու գլխավոր դաշնակիցներն են եւ Փաշինյանի կարևորագույն սխալը եւ մեղքը այն է, որ նա փոխանակ միավորի ազգը բաժանում է, պառակտում է, թշնամացնում է ազգը ներսից եւ դրանից շահում են միայն մեր թշնամիները։ Այո, եկեղեցին մեծ խնդիրներ ունի, բայց առաջինը եկեղեցին պետք է ինքնամաքրվի ներսից, երկրորդը եկեղեցին պետք է միավորի ժողովրդին, այլ ոչ թե բաժանի։ Եվ Արամ կաթողիկոսի հետ, Գարեգինի հետ, մեր այլ պատրիարքների հետ պետք է խոսել միավորելու ժողովրդին մասին, այլ ոչ թե շարունակել այդ պառակտումը։ Պառակտումը եղավ սովետի օրոք իրենց նպատակներով։ Հիմա խորացնելով պառակտում մենք խորացնում ենք այդ ռուսական փաստորեն եւ թուրքական արդեն նախագիծը։ Սա անթույլատրելի է, աններելի է եւ դա չի ստացվի։ Չի կարելի մտնել եկեղեցու գործերի մեջ եւ դա ձեր գործը չէ։ Ձեր գործը տնտեսությունն է, սոցիալական հարցերը, բանակի հարցերը, անվտանգության հարցերը։ Դրանով զբաղվեք, այլ ոչ թե եկեղեցիով։ Անգերտ զրույց էր։ Շնորհակալ եմ, պարոն Խզմալյան, մեր ագընթիրներուն հիշեցնեմ, որ հյուրս Նիկրան Խզմալյանն էր, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, նաև օրտորս ցեզի արկելի ագընթիրներ անգախ հարթագի բաբաման համար հետևեցեք մեր թողարկումներուն, դարազեցեք մեր դեսանյութերը, բարի մնացեք։